Հարձակում չի եղել որպես այդպեսին, սահմանության ժամը 11-ին շտաբը բացում էի, նկատեցի, որ պաստառը չկա, որտեղ գրված է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ իր նկարով։ Պաստառն եղել է 2 մետր 80 սանտիմետրի վրա, ասենք այդ ամենով։ Ուրիշ այլ բան տեղի չի ունեցել, դա հարձակում ես չեմ համարում, պարզապես հուլիգանություն կարամ ասեմ և խոչընդոտել, ասենք, նախընտրական ինչ-որ բաների, ուրիշ բան ստեղ ես չեմ նկատում այս բանին։ Գողություն չի կատարվել շտաբից, ոչ ապակի չի կոտրվել։ Այսինքն ներսում ամեն ինչ նորմալ է, միայն դրսի պաստառն է։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ նորմալ է, դրսի պաստառն են պոկել տարել։ Ասացիք, որ սա կարելի է խոչընդոտ համարել քարոզարշավի, ունեք կասկածներ, թե ով կարող է արած լինել։ Կասկածներ չունեմ, չեմ էլ կարող ունենալ։ Շատ կարող եմ երկու գրական բառ օգտագործել, չեմ օգտագործել, թե ովքեր կարող էին լինել։ Հայտնել եմ, որ հիմա դուք ստեղեք։ Գործողությունները կատարեցին, մատնահետքեր նկարել, ասենք, փորձաքննություն, ինչ-որ պաստառի կտորներ մնացել էր, ասենք, սպապիճակատային մասում, դրանք վերցրեցին։ Իրանք իրենց աշխատանքը շատ օպերատիվ կատարեցին ու ես խնդիր չտեսա, շատ օպերատիվ կատարեցին։ Իսկ նման դեպքեր էլի եղել են, թե սա առաջինն էր։ Ես սա որպես ինֆորմացիա առաջինը գիտեմ։ Համենայնպես Հրանտ Բագրատյանի նախընտրական կամպանիայով, ասենք, թե ուրիշ տեղերում ուրիշ տեխնացուների մոտ, ասենք, տես բան եղել է, ես տեղյակ չեմ այս բանին և չեմ լսել, ասենք, որ նման, ասենք, ահազանգ ուրիշ տեղից լինի։ Իսկ անհանգստություն չունեք, որ մյուս քայլը կարող է ավելի մեծ մասշտաբով լինել։ Ոչ, չունեմ։ Վիդեոյով դնել